Հայաստանի, 3 արդեն հայտարարեցին, որ իրեն գնալու են մարտաճարի վրա։ Ես ասեմ, որ ընդդիմությունը եւ մենք գնացել ենք դիմավորելու, պարոն Դանելյանն էլ էր այնտեղ եւ մի քանի եւ դաշնակցական երիտասարդներ տեսա, ես մյուս ընդդիմադիրներ կար, անհասկանալի է չենք տեսնում, մեր ընդդիմադիրները էլի շարունակում են, գործիչները շարունակում են իրենց, չգիտեմ, ծախված լինելն, ասեմ, վախեցած լինելը կամ հիմար լինելը կամ ոչինչ չանել, այդ ամեն ինչը իրենք ուղղակի արդարացնում են նրանով, որ վեհափար հայրը պիտի երևի հրավիրատոմս ուղարկի, ասի եկեք ինձ դիմավորեք, կամ սրբազանները պիտի հրավիրատոմս ուղարկեն, ասեն եկեք մեզ պաշտպանեք։ Սա աբսուրդ է, ապուշություն եւ անհեթեթություն է, նորից եմ ասում, կամ դուք վախենում եք, կամ դուք ոչինչ ձեզանից չեք ներկայացնում, կամ որտեվ այս իրավիճակում ոչինչ չանել եւ տեսանելի է, որ մեծ հաշվով ոչինչ չի արվում, այդ մարդը ազդարարեց, որ գնալու է, կարծում եք պատահական է, որ Ալենն ասեց գնալու ենք մարտաճարի վրա,